Բարև ձեզ, օր լրատվական ծրագիրը սկսում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում։ Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը։ Առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ։ Հյուսիսարևելյան Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-անոց ականանետ, RPG-7 ու Han-17 տիպի նռնականետեր եւ Zu-23 2 տիպի զինեթային համակարգ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս գիշեր գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Բացի հրաձգային զինատեսակներից կիրառվել է նաեւ 60 մմ-անոց ականանետ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ցուցաբերելով զսպվածություն պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հադրութ քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Հադրութի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում են ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։ Շարունակվում են նպատակային աջակցության ծրագրերը։ Քնապարկերի հերթական խմբաքանակով կրկին Արցախ է հասել Վիգեն Արաբյանը։ Եվս 1000 քնապարկ այսօր առաջնագիծ ուղևորվեց։ Նախաձեռնության հեղինակներն ու կազմակերպիչները անձամբ են հերթական խմբաքանակը հասցեատերերին հասցրել։ Առաջնագծի համար նախատեսված քնապարկերի հերթական խմբաքանակն է ընդունվել եւ հաշվառվել է, ինչպես կարգն է։ Քնապարկերն այս պահեստում ընդամենը մի քանի ժամ են մնացել, գիտեն որտեղ ինչի կարիք կա, բաշխվել են պաշտպանական շրջանների միջև։ Օժանդակությունից ավելի նախաձեռնության հեղինակները միասնականության ոգու զարթոնքն են կարևորում, որն զգացվեց հեռավոր Ամերիկայից մինչև Արցախի սահմանները։ Մեր ազգային միասնությունը այսօր ավելին տվեց մեր զինվորին, քան պիտի տա քնապարկը։ Քնապարկը հավելյալ օգնություն է մեր զինվորին։ Իրանց տված օգնությունը այսօր մենակ քնապարկ չի։ Ես այդ անձամբ եմ լսում մեր զինվորներից, մեր հրամանատարներից դիրքերում, իրանք գիտակցում են զինվորները, հրամանատարները, որ այսօր ամեն մի սպիրկահայ իրանց կողք կանգնած է։ Քնապարկերը պատահական չեն ընտրել, հետաքրքրվել են այս պահին առաջնագծում ինչն է ավելի շատ պահանջված եւ նոր միայն ձեռնամուխ եղել ծրագրի իրականացմանը։ Վահրամ Գևորգյանը առաջին ձեռքից է տեղեկացել, օժանդակությունը արդեն նպատակին է ծառայում։ Տղաս այս պահին գտնվում է դիրքերում եւ տեղեկացա, որ ինքը բարձրանալու դիրքեր արդեն այս քնապարկերը դիրքերում էին։ Ծրագիրը դեռ շարունակվում է, տարբեր երկրներից հանգանակված գումարներով են պատվիրվում քնապարկերը, սակայն միայն քնապարկերով չեն սահմանափակվելու։ Սա արդեն մեր երրորդ բեռնատարն է։ Այս բեռնատարով բերել ենք հերթական 1000 գնապարկերը մի քանի օրից, այսինքն պլանավորում ենք չորեքշաբթի կամ հինգշաբթի օր, մոտավորապես 5 օրից հերթական 1000-ն ենք բերելու, 1000 քնապարկերը, դրանից հետո ծրագիրը շարունակվում է, արդեն անցնում ենք վրանների մատակարարման, որով զբաղվում ենք, եւ նաեւ անձրևանոցների։ Թվերը չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում մեծաքանակ հազարավոր քանակների մասին ենք խոսում։ Նախաձեռնության հեղինակները նախատեսում են քնապարկերի, թիկնոցների եւ վրանների մասով ծրագիրն ավարտին հասցնել առաջիկա ամիսներին, ապա կմտածեն հետագա ծրագրերի մասին։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։
ապրիլի 24-ին համայն հայությունը կողոքեքոչի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հիմնական միջոցառումները կենտրոնացված են քաղաքամար Երևանում։ Այնտեղ այսօր մեկնարկել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումը։ Մասնակիցների թվում էր Սերժ Սարգսյանն, ով հայտարարել է իլուր աշխարհի ցեղասպանությունների կանխարգելումը պետք է լինի ողջ մարդկության պատասխանատվությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահի կողքին իր տեղն էր զբաղեցրել նաև առաջին անգամ Հայաստան եկած Ջորջ Քլունին, այս դեպքում ոչ թե որպես կինոդերասան, այլ բռնությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպության հիմնադիր, Դարֆուրի ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ նկարահանած անձ։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարակ Օբամայի հայոց ցեղասպանության ողջակոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթը չարտասանելու առնչությամբ։ Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է։ Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու, նշել է Շիֆը, հիշեցնեմ, որ երեկ Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հայտարարությունը հայոց ցեղասպանության ողջակոչման օրվա առթիվ, որում նա հերթական անգամ խուսափել է ցեղասպանություն բառից, փոխարենը գործածելով հայերեն մեծ եղեռն ձևակերպումը։ Այսօր հանդիսավոր կերպով ողջակոչում են 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության հայոց մեծ եղեռնի հիշատակը, երբ 1,5 միլիոն հայերի տեղահանել, կոտորել եւ արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին, ասել է Օբաման։ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ուղղված Կանադայի հայկական համայնքին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Այդ օրը մենք նշելու ենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ողբերգական կորստի զոհերի հիշատակի 101-րդ տարելիցը, եւ Կանադայի Սենատը եւ Համայնքների պալատը ընդունել են բանաձևեր, որոնք առնչվում են այդ իրադարձություններին որպես ցեղասպանություն։ Մենք պահպանում ենք այն մարդկանց հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքը, եւ նրանց, որոնք տուժել են այս ցեղասպանությունից։ Նաեւ արտահայտում ենք մեր խորին հարգանքը նրանց ժառանգների նկատմամբ, այդ թվում նրանց, ովքեր Կանադան իրենց տունն են համարում։ Եկեք օգտագործենք պահը որպես առաջ նայելու եւ մեր հավաքական վճռականությունն ամրապնդելու հնարավորություն, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման իրադարձություններ, հայտարարել է Կանադայի վարչապետը։ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպած ընդունելությանը հյուրընկալել էին Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոին։ Իր ելույթում Փարիզի քաղաքապետն անդրադարձել է նաև Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիան շարունակելու է Մինսկի խմբի շրջանակում աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման այն պայմաններով, որոնք թույլ կտան խուսափել նոր պատերազմից։ Ան Հիդալգոն իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։ Այս ժամի համար այսքանը, հետևեք իրադարձությունների զարգացմանը ժամը 20-ին։ Մինչ այդ ժամը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 5-ից 10 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 5-ից 10, ցերեկը 19-ից 24 աստիճան տաքություն։